Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետ Սրտի սրբությունն առավել է բոլոր բարձրաձայն բարբարվող աղոթքներից և հստակված մտքին խառնված լռությունն առավել է մեկի բարձրաձայն աղաղակից։ Արդ սիրելի, տուր ինձ քո սիրտն ու խորհուրդները և լսիր դու սուրբերի աղոթքների զորությունը։ Տես ինչպես Աստծո առաջ առաքինացան առաջին արդարներն իրենց աղոթքներով և ինչպես դրանք սրբության պատարագ եղան նրանց համար։ Նույն աղոթքներով պատարագներն ընդունելի եղան Աստծուն, և դարձյալ աղոթքներով նա ցածրացրեց հեղեղի ջուրը, բազմացրեց ամուլների ծնունդները, կործանեց բանակները, հայտնեց խորհուրդները, բաժանեց ծովերը, ճեղքեց Հորդանանը, կանգնեցրեց Արեգակը և Լուսինը, կոտորեց պիղծերին, իջեցրեց ջրերը, փակեց երկինքը, հանեց գուբից, ազատեց հրից, փրկեց ծովից, և աղոթքի զորությունները հույժ և առավել են։ Երբ աղոթելիս լինես, սիրտդ ուղղիր վեր և աչքերդ վար, մտիր դու քո ներսը, քո ներքին մարդու մեջ և ծածուկ աղոթիր քո Հորը, որ երկնքում է։ Եվ այս ամենը, որ գրեցի քեզ աղոթքի ճառերի մասին, եթե սուրբ լինեն, ընդունելի կլինեն, և եթե սուրբ չլինեն, ընդունելի չեն լինի։ Քանզի կան ոմանք մեր մեջ, որոնք շատացնում են աղոթքները, երկարացնում հետությունները, կորացնում իրենց անձերը և տարածում իրենց ձեռքերը, բայց աղոթքի գործերը հեռու են նրանցից։ Աղոթում են մեր Տիրոջը, որ սովորեցրեց իրենց։ Թող մեր մեղքերը, և մենք թողնում ենք մեր պարտապաններին։ Ինչպես ես աղոթում։ Հիշիր, որ պատարագ ես մատուցում Աստծո առջև։ Ախտեղված պատարագով մի ամաչեցնի նրան, որ մատուցում է քո աղոթքները։ Դու աղոթում ես, որ թողնվի քեզ, և խոստովանում, որ դու ևս թողնում ես։ Խորհիր քո մտքում, նախ թողնո՞ւմ ես դու, և սուտ մի լինիր Աստծո առաջ ասելով թողնում եմ, բայց չես թողնում։ Միթե մարդ է քեզ համար Աստված, որ ստում ես նրան։ Եթե մարդ իր ընկերոջ դեմ մեղք է գործում, Տիրոջից է խնդրում քավություն, ապա եթե Աստծո դեմ մեղք գործի, ումից խնդրի քավություն։ Մի դատապարտիր անձդ քո աղոթքներով։ Լսիր դու նորից մեր Տիրոջ խոսքը, երբ մատուցես քո պատարագը և այնտեղ հիշես, թե քո եղբոր հանդեպ ոխ ունես, թող պատարագը սեղանի առաջ, գնա հաշտվիր քո եղբոր հետ և ապա արի մատուցիր քո պատարագը, որպեսզի աղոթքի ժամանակ չբարկացնես քո Տիրոջը, քանզի աղոթելիս եթե հիշես, թե ոխ ունես, այս իմացիր դու քո մտքում, որ քո աղոթքները լքված կլինեն սեղանի առջև, չի կամենա նա, ով աղոթքն է մատուցում, վերցնել և երկրից վեր բարձրացնել։ Քանզի քննում է քո պատարագը, ախտեղի է, թե ոչ։ Եթե սուրբ է, հանում բարձրացնում է վեր Աստծո առաջ, ապա եթե նա քո աղոթքում գտնի, որ ասում ես, թող ինձ և թողնում եմ ես, բարձրացնողի պատասխանն այսպես կլինի աղոթողին. նախ թող դու քո պարտապանին, և ապա կբարձրացնեմ ես աղոթքներդ քո պարտատիրոջ առաջ։ Թող դու 100 դահեկան ըստ քո աղքատության, և Տերը քո պարտքից կթողնի բյուր քանքար ըստ իր հարստության, և չի հաշվի քեզ վաշխ և տոկոսների վարձ։ Եթե դու կամենաս և թողնես, ապա հրեշտակը կառնի քո պատարագը և կհանի, կբարձրացնի իր հետ, բայց եթե դու չթողնես, այսպես կասի քեզ. ես պղծված, ախտեղված պատարագը սուրբաթոռի առաջ չեմ տանի, բայց ահա գալու ես դու այնտեղ, տալու քո պարտքերի հաշիվը, և քո պատարագը քեզ հետ պիտի բերես։ Եվ կթողնի քո պատարագն ու կգնա։ Աղոթքները վայելուչ են, եթե գործերը բարի են, ընդունելի են, եթե խաղաղություն է լինում նրանց մեջ, լսելի են, եթե թողություն է գտնվում նրանց մեջ, սիրված են, եթե սուրբ են, նենգությունից զորավոր են, եթե նրանց մեջ կատարվում են Աստծո զորությունները։ Եվ այն, որ գրեցի քեզ սիրելի, թե աղոթքն Աստծո կամքը կատարելն է, ինձ այսպես է թվում, թե քեզ բարվոք կլինի։
Եվ ոչ թե ասացի քեզ այս, որ ծուլանաս և հեռանաս աղոթքից, այլ առավել ցանկանաս աղոթել և չձանձրանալ, ինչպես և ասաց մեր Տերը, անձանձրույթ աղոթեցեք։ Զվարթությամբ հոժար եղիր և հեռացրու քեզնից քունն ու ծանրությունը, տքնիր առավոտյան և ցերեկը, մի դանդաղիր, և ես ցույց կտամ քեզ աղոթքի ժամանակը։ Կան խնդրվածքներ, օրհնություններ և գոհություններ։ Խնդրվածքներն այս են, որ մեկն իր մեղքերի համար գթություն և ողորմություն է խնդրում։ Օրհնությունները և գոհություններն այս են, որ խնդությամբ գոհանում է երկնավոր Հորից և օրհնում նրան իր բոլոր գործերի համար։ Խնդրվածքների աղոթքը մատուցիր քո նեղության վտանգի ժամանակ, իսկ երբ լցվես նրա բարությամբ, խոստովանությամբ գոհացիր քեզ տվողից, և այն ժամանակ, երբ միտքդ լի է ուրախությամբ և ցնծությամբ, օրհնություն և փառք տուր, և քո բոլոր աղոթքները թող ընտրուղաբար լինեն Աստծո առաջ։ Մեր Փրկիչը սովորեցրեց խիստ ծածուկ աղոթել։ Ահա ամենատեսն ասում է. մտիր քո սենյակը և դռները փակելով, ծածուկ աղոթիր քո Հորը։ Ցույց տամ քեզ, թե ինչպես եմ վերը ասվածը հասկանում։ Ասում եմ. աղոթիր Հորը փակ դռներով։ Մեր Տիրոջ խոսքը ցույց է տալիս հետևյալը. ծածուկ աղոթիր քո սրտում և փակիր սրտիդ դռները։ Եվ ինչ է դուռը, եթե ոչ քո բերանը, քանզի մարմինը Տիրոջ տաճարն է, որում բնակվում է Քրիստոս, ինչպես առաքյալն է ասում. դուք Աստծո տաճար եք։ Եվ քո ներքին մարդը, փակելով դռները, որ քո բերանն է, թող մտնի այս տաճարը և սրբի այն բոլոր պղծություններից։ Եթե աղոթքի ժամանակ կտրվես ամեն ինչից, լսելի կլինես և կարժանանաս Տիրոջ զորությանը։ Ուր երկու կամ երեք հոգի հավաքված են իմ անվան համար, այնտեղ ես նրանց մեջ եմ։ Ինչպես ես հասկանում այս խոսքը, ով սիրելի։ Եթե դու մենակ լինես, Քրիստոս չի լինի քո մեջ, քանզի ահավասիկ գրված է Քրիստոսին հավատացողների մասին, որ նրանց մեջ բնակվում է Քրիստոս։ Իսկ ես ցույց կտամ քեզ, որ կա տեղ, ուր փոխանակ երկուսի կամ երեքի ավելի քան 1000-ն են ժողովվել, սակայն Քրիստոս նրանց մեջ չէ։ Բայց կա մարդ, որ մենակ է և Քրիստոս նրա հետ է։ Երբ Մովսեսն աղոթում էր լեռան վրա, մենակ և առանձին էր նա։ Միթե լսելի չեղավ, այլ առավել ևս լսելի եղավ և մեղմեց իր Աստծո բարկությունը։ Եղիան նույնպես մենակ էր Կարմել լեռան վրա, սակայն նրա աղոթքները սքանչելի զորություններ կատարեցին։ Նրա աղոթքով փակվեց երկինքը և դարձյալ բացվեց։ Իր աղոթքով նա փրկվեց մահից և ազատվեց դժոխքից։ Նրա աղոթքները Իսրայելից վերցրին պղծությունը և 3 անգամ հուր իջեցրին երկնքից, մի անգամ սեղանի վրա և 2 անգամ նախարարների վրա։ Եվ երբ հալածում էին նրան, ծունր դրեց և աղոթեց և արագ լսելի եղավ։ Եվ 400-ը, որոնք բարձրաձայն կանչում և աղաղակում էին, լսելի չեղան, քանզի կանչում էին Բահաղի կուռքերին, իսկ Եղիան մենակ էր և առավել լսելի եղավ։ Եվ Հովնանը, երբ աղոթք էր անում ներքին դժոխքից, Աստված շուտափույթ լսեց նրան, թեպետ և մենակ էր։